Ողջույն։ Իհարկե զարմանալի չէր, երբ այսօր Երևանում տեղի ունեցած Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի ժամանակ Հայաստանի կառավարչի գլխավոր թեման իր սարքած անիրատեսական բուկլետներ, խաղաղության խաչմերուկ վերնագրով։ Մի հատ Վրաստանում շնորհանդես արեց, մի հատ Գերմանիայում շնորհանդես արեց, ուր գնում է դրանից է խոսում, բայց ոչ մի կետում հետաքրքրություն չկա նախագծի նկատմամբ, ավելի շատ անլրջություն է։ Ամեն անգամ բարձրանալ բեմ ու խոսել ոչ մեկի չհետաքրքրող նախագծից իմաստը որն է։ 2 տարի է խաղաղության նախագծի բուկլետ եք խզբզել։ Ձեր բոլոր արտասահմանյան այցերի ու հյուրեր ընդունելու թեման դա է։ Ինչ կոնկրետ արդյունք ունեք։ Հերթական նվաստացուցիչ բանը տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը նույն ելույթում հայտարարեց. եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Նիկոլ Փաշինյանն ասում է. եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին, ես կնախաձեռնեմ հայկական շահերի փոփոխություն։ Եթե սահմանադրությանը հակասում է, ուրեմն հակասում է Հայաստանի Հանրապետությանը, այսինքն ոչ թե սահմանադրությունն է իրականում փոփոխման ենթակա, այլ այդ պայմանագիրը։ Այսօր 40 երկրի 600 ներկայացուցչի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը պատրաստ է հանուն Ադրբեջանի հետ պայմանագրի անել ինչ ուզում են։ Այդ դահլիճում ներկա 40 երկրից եւ ոչ մեկում վստահեցնում եմ, այսպիսի խոսույթ չէր կարող լինել։ Ես չեմ պատկերացնում որևէ պետություն այսպես ոտատակ տա իր մայր օրենքը։ Փաշինյանի ելույթը շատ երկար չէր, բայց ամբողջությամբ հակասությունների կույտ էր։ Մեկ ասում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն պատմական շանս կա, բայց ելույթի երկրորդ կեսում ասում է Ադրբեջանը Հայաստանի 60%-ը համարում է Արևմտյան Ադրբեջան։ Մեկ ասում է խաղաղության պայմանագրի ստորագրումը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց մեկ էլ ասում է խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորում խաղաղություն, սա բազմիցս է ասել։ Ասում է ինձ համար միանշանակ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Դա ասում էր նաև 2018 թվականին, դա ասում էր 2019 թվականին, 2020 թվականի սեպտեմբերի 26-ից անգամ պատերազմից մի օր առաջ ասում էր չի լինելու պատերազմ, խաղաղություն է լինելու։ Ասում էր Ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում, դա միանշանակ է։ Հիմա էլ միանշանակ ասում է, որ էլ պատերազմ չի լինելու, որովհետև կարծում է, եթե ինչ ուզում են տվել ենք, ինչ ուզում է տալիս է, ինչ ուզում են փոխեց, էլ չի լինելու պատերազմ։ Խաղաղություն մենակ մեզ չէ պետք, Ադրբեջանին էլ է պետք, իսկ իրենք ինչ են պատրաստ անել հանուն այդ խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը ասում է, հողեր կտամ, սահմանադրություններ կփոխեմ, սաղ կանեմ, ամեն ինչ անում է Ալիևի հերթական, ես իմ որերորդ պահանջը կատարելու համար։ Ինչու՞։ Արդյոք խնդիրը մենակ խաղաղության վերնագրով թուղթն է, իսկ կարող է Ալիևի ձեռքին ինչ-որ բան էլ կա։ Օրինակ մտքից գալիս է Արայիկ Հարությունյանի չհրապարակված հարցազրույցը Բաքվում։ Այդ հարցազրույցից անոնս հրապարակվեց։ 2 օր հետո սկսվեց Կիրանցի սահմանազատում կոչված պրոցեսը։ Հողեր, տներ, գյուղի կեսը հանձնվեց Ադրբեջանին։ Ու հարցազրույցը եթեր չգնաց։ Այսպիսի հարցեր կան, որ բացահայտվելու են, բայց որ Փաշինյանը Ալիևի ցուցումով է շատ բաներ անում, համակարգեր է խեղում, որ կարողանա լիարժեք կոնտրոլով իրականացնել, սա էլ ձեզ օրինակները։ Փաշինյանի այսօրվա ելույթը այնքանով է վտանգավոր, որ նա մի ղեկավար է, որի բռի մեջ է ողջ պետական համակարգի անկախ մարմինները։ Չկա անունով անկախ մարմին, որի մի մասը ՔՊ կուսակցության անդամները չլինեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին ընտրություններից հետո տասնյակ որոշումներ Միացյալ Նահանգների դատախազությունը դատաները բեկանել են Թրամփի որոշումները։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է չեղարկել Նիկոլի որևէ որոշում։ Տեսականորեն այո, բայց միայն տեսականորեն։ Պարզ չէ, որ գլխավոր դատախազը ոնց կար Նիկոլի օգնական, կապը մնացել է, հարաբերությունները նույնատիպ են, ենթակա եւ աշխատող։ Ուղղակի այն ժամանակ պագոն չուներ, հիմա ունի։
Հիմա Նիկոլ Փաշինյանը դատախազական համակարգում կարող է անել ինչ ցանկանում է, առանց բացառության։ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության նախարարությունը հենց անունն իսկ կոչվում է, որ պետք է արդարադատություն իրականացնի, լինի անաչառ։ Ով է արդարադատության նախարարը։ Նիկոլ Փաշինյանի թիմակից Սրփուհի Գալյանը։ Վերջ, այսքանով ավարտվեց։ Արդյոք չպետք է մոռանալ արդարադատության մասին։ Փաշինյանը կարող է հանգիստ զանգել տիկին Գալյանին ու ասել. այսինչ դատավորը ինձ դուր չի գալիս, ունակը չեզոքացնի կարգապահական վարույթով։ Գալյանը դա անելու է ԲԴԽ միջոցով։ Իսկ ով է ԲԴԽ-ն։ Անկախ մարմին, որի ղեկավարը պաշտոնից ազատվում է Փաշինյանի SMS-ով, այսինքն Փաշինյանի գրպանի կառույց։ Նրա ղեկավարը նշանակվում էր Նիկոլ Փաշինյանի թիմի անդամը։ Այս կառույցի ղեկավարին Փաշինյանը նշանակում էր միայն նրա համար, որ Քոչարյանը հանկարծ իշխանության չգա։ Նիկոլ Փաշինյանը որ թիմի անդամին ուր ուզել նշանակել է։ Դրա համար էլ այսօր միջազգային ֆորումի բեմին իրենից գոհ ասում է. ինչը ուզենա կփոխի, որովհետև շուրջ բոլորը իրենք են։ Սահմանադրական փոփոխություններ կկարողանա նախաձեռնել։ Այո, իսկ ինչու ոչ։ Այդ հանձնաժողովը իրենք չեն լինելու, տեքստը իրենք չեն կազմելու։ Խորհրդանում չունե այնքան ձայն, որ սահմանադրական օրենքներ ընդունի։ Սահմանադրական դատարանի 9 հոգանոց ցանկը բացեք, կազմը նայեք, 3 անդամ ցույց տվեք, որ Նիկոլի մարդիկ չեն։ Կարող ենք մտածել, որ անկախ մարմիններում ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ունի իր մարդիկ, այլ այդ կառույցները ամբողջությամբ ԿՊՖ-կացվել են։ Այսօր տեղի ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստ։ Մի կողմում Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդն է, որին ուզում են նշանակել մեղավոր։ Մի քանի գործով մեղավոր նշանակել են ու չեն հաջողել։ Հիմա սա հերթականն է, իսկ մյուս կողմում, այսպես ասած, արդարադատության իրականացնողների դերում Նիկոլ Փաշինյանի մարդիկ են, հանրային մեղադրողները եւ դատավորը։ Այս գործը ճանաչվել էր հակասահմանադրական։ Հետո Վճռաբեկ դատարանի կազմ է փոխվում, լրիվ համապատասխանեցնում են Նիկոլի չափանիշներին։ Հետո բեկանվում է այս վճիռը։ Հետո հակակոռուպցիոն պալատ է ձևավորվում, ԿՊԱ-կան падգամավոր Արթուր Դավթյանին տանում են այնտեղ ու խնդրեմ վերաբացում են հակասահմանադրական գործը։ Պատկերացնում եք, ԿՊԱ-կան падգամավորը գնում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ ու մեկ այլ, այս անգամ նախկին ԿՊԱ-կանի մակագրում են Փաշինյանի թիվ 1 հակառակորդի վերաբերյալ հերթական սարքած գործը։ Իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ, իսկ հակակոռուպցիոն դատավորներ են նշանակվում ԿՊԱ-կաններ։ Բնականաբար այս ամենից ելնելով ասում ենք, որ Փաշինյանը, որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, որպես Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության դատախազ, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, որպես քննչականի պետ, ամեն տեղ իր կոնտրոլն ունի, իսկ ինչ ուզում անում է դա։ Այդ դրա համար էլ հանգիստ կանգնում է Երևանում միջազգային ֆորումի բեմին ու ասում. սահմանադրություն կփոխեմ։ Այն մի տեղում ասում է մասիսը կփոխեմ, ցեղասպանությունը նորից կքննենք, տեսնենք եղել է չի եղել, բանակի թիվը կկրճատեմ, մենակաղքատներին կտանեմ բանակ։ Իր կառույցներն են։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը դեֆորմացրել է պետական կառավարման համակարգը։ Իր կադրային որակներով քանդել է ինստիտուտները, այնպես որ իր գնալուց հետո էլ շտկելը հեշտ չլինի։ Բոլոր ոլորտները, պաշտպանությունից, դատախազությունից մինչև կրկես, ԿՊԱ-ցվել է։ Ու հիմա հանգիստ ասում է. հա ինչ կա, հանուն Ալիևի հետ պայմանավորվածության սա էլ կանեմ, դա էլ կանեմ, մյուսն էլ կանեմ։ Բայց ժողովուրդ ջան, եթե Նիկոլ Փաշինյանի ծրագիրը իրականացնելու համար այսքան բան պետք է փոխվի, երկիր պետք է հանձնվի, սահմաններ հանձնվեն, երեխաներ զոհվեն, սահմանադրություն փոխվի, քարտեզ փոխվի, ավելի լավ չէ փոխել մի բան։ Նիկոլին